Պարոն Բեգոյան, երեք գործակարգավարական նիստի ընթացքում հայտարարվեց, որ այս զինամաքրման աշխատանքներով պայմանավորված աղ ու ավազ են օգտագործվել եւ որի հետևանքով փոսեր են առաջացել։ Ինչ ժամկետներում տեղյակ եք դրանք հնարավոր կլինի վերացնել, որովհետեւ ամեն օր քաղաքացիները դժգոհում բողոքում են, որ այդ փոսերի պատճառով վնասում են իրենց մեքենաները։ Ճիշտ ասած հարցը իմ տիրույթում չէ, բայց շին բարեկարգման վարչության տիրույթում է, բայց տեղյակ եմ, որ միջոցներ են ձեռք առնվում, հնարավորինս արագ ուրեմն այդ փոսալցման աշխատանքները կատարելու։ Քանի որ ձեր հիմնարկը ևս օգնել է ասում եք հիմնարկի, ուզում եի հասկանալ ինչ ծավալով աղավազ է կիրառվել, որ այս աստիճանի են փոսեր ամոթ։ Իմ տվյալներով իհարկե ԵԱՍՄ հիմնարկի տնօրենը կասի, բայց կարծեմ թե 10,000 խորանարդ մետրին հասնող նման մեծ ծավալներով աղ ու ավազ է օգտագործվել, եթե չեմ սխալվում 10-ից 12,000 խորանարդ մետր, որտեղ մենք գիտենք, որ ի տարբերություն մնացած տարիներին ձյան տեղումները շատ էին եւ բավականին, եթե նախորդ տարիներին 1-2 անգամ էր, այս տարի բավականին շատ զուն տեղաց, ինչը իհարկե շատ լավ է, բայց ամեն դեպքում կապված այդ հանգամանքով բնականաբար օգտագործվեց մեծ քանակությամբ աղ ու ավազ, որը իհարկե համաձայն եմ ձեր հետ հիմա էլ խնդիր է առաջացնում, հիմա էլ պետք է այդ ավազը հավաքենք փողոցներից, ինչի աշխատանքները արդեն ԵԱՍՄ-ն իր մասով է սկսել, մենք էլ մեր մասով ենք սկսել։ Պարոն Բեգոյան, անցած տարիներում նույնպես չէ օգտագործվել է աղ, ավազ, ինչով է պայմանավորված, որ հենց այս տարի նման փոսեր առաջացան ասֆալտի։ Սա ինչի մասին է խոսում, ասֆալտի անորակության, թե միգուցե այլ բանի։ Օգտագործվել է, բայց այլ բան է, երբ որ տարին մեկ անգամ է օգտագործվում, այլ բան է, երբ որ տարին 10 անգամ, տարին չէ, ձմեռվա ընթացքում 10 անգամ է օգտագործվում, ինչքան շատ կարծում եմ այդ աղի լուծույթը ներքաշվում է, հա, ասֆալտում առկա ճայքերի արանքից, այնքան ավելի վատ ասֆալտի համար ես կարող եմ սիրողական մակարդակով պատասխանել այդ հարցին, որովհետև չեմ տիրապետում հիմնական պատճառներն ինչու՞մ են։ Տեղյակ եք Տիգրան Ավինյանը նոր գծումներից էր խոսում, որ հաջորդ տեղումներին այդպես մշակեն փողոցները, ինչ մասին է խոսքը, բուրըն այսպես ծիծաղելի հիմնականում մեկնաբանություններ կային Ավինյանի այդ հայտարարության տակ, ջրի լուծույթի մասին է խոսքը, որ ասում էր։ Ծիծաղելի որևիցե բան չեմ տեսնում, բազմաթիվ քաղաքներ կան, եթե չեմ սխալվում ժամանակին էլ, հիմա չեմ կարող ասել, Մոսկվայում հատուկ հեղուկներ էր օգտագործվում, որպեսզի ուրեմն այդ ձնամաքրման աշխատանքներ սառույցի դեմ, հա, պայքարելու աշխատանքներն իրականացվի։ Պարոն քաղաքապետը այո տեղյակ եմ, խոսում էր նրա մասին, որ փորձարկենք, երբ զունը սկսում է նոր տեղալ, հա, եւ դեռևս ասֆալտի մակերևույթին ձյան սերտ չկա, փորձենք այդ հատվածում աղալուծույթի պարունակություն, ուրեմն շախտանք, հա, ասֆալտի վրա եւ տեսնենք ինչ կստացվի, որովհետեւ որոշ քաղաքներ նաեւ այդպիսի մեթոդներ են օգտագործում, որքան տեղյակ եմ, դա մեկ հատվածում, հա, որևիցե տեղ, եթե այս տարի ձուն տեղա պետք է որ փորձարկվի, եթե լավ արդյունքներ ունենա, միտքը պարոն քաղաքապետի հետևյալներ, որ եթե լավ արդյունքներ ունենա, ապա հաջորդ տարիներին մենք չենք սպասի մինչև ձյան շերտը նստի, այլ հենց ձյան տեղումների սկսվելուն պես այդ փողոցները կպատենք այդ աղաջրով, եթե կարելի է այսպես ասել։ Գոհունակությամբ խոսում էիք ձեր կատարած աշխատանքի մասին, թե ինչ մեծամասշտաբ ծառատնկումներ եք իրականացրել, օրինակ Դալմայում ես չեմ կարողանում գնալ եւ տեսնել Նյու Յորքի այգիների նման այգիներ։ Տեսեք, Դալմայի այգիները ճիշտ եք ասում, որ չեք կարողանում տեսնել, որովհետեւ այդ աշխատանքները բավականին մեծ են, խոսքը գնում է 250 հեկտար տարածքի կանաչապատման մասին եւ ոչ միայն կանաչապատման, որպեսզի այգին, քաղաքային ուրբան անտառը ունենա նաեւ ֆունկցիոնալություն, տարբեր ենթակառուցվածքներ, դա պահանջում է բավականին մեծ ներդրումներ, միլիոնավոր դոլարների, ես իհարկե
Դալմայի այգիները Երևանի քաղաքապետարանն է խոստացել եւ պատրաստում է Երևանի քաղաքապետարանը դա անել ներգրավելով կազմակերպությունների եւ ներդրողների դա անել այդ միջոցների հաշվին այդ մեծ ծավալի աշխատանքները մենք չենք կարող իրականացնել որովհետեւ այնտեղ բազմաթիվ ուրեմն բաներ են նախատեսված, հա, որպեսզի հարմարավետություն ապահովեն բնակիչներին եւ այսպես շարունակ շինարարական աշխատանքներն անհրաժեշտ հետեւաբար կներեք, բայց սխալվում եք Դալմայի այգիները նախատեսված է որպեսզի ներգրավեն ներդնողներ եւ այդ միջոցների հաշվին իրականացնեն այդ այգու կառուցումը։ Մեր ավելի փոքր տարածքով այգիների մասին է խոսքը 3 Լվովյան Մյասնիկյան փողոցին հարող այդ ամբողջ տարածքի մասին է, որը հասնում է մինչև կենտրոնաբանական այգի, շուրջ 35 հեկտար, տեղադիրքը շատ կարևոր է, մենք պետք է հաշվի առնենք նաև օդի տեղաշարժման այդ օդի վարդ է կոչվում, օդի տեղաշարժման ուղղությունները հետևաբար կարող եմ ասել, եթե այդ այգին գոյություն ունենա, նա գտնվում է հենց քաղաքին այն օթային, հա, Մյասնիկյան օթային խողովակի մոտ, որով օդը անցնելով այդ ուրեմն այգու վրայով բավականին մեծ նշանակություն է ունենալու կենտրոն վարչական շրջանի օդի աղտոտվածության դեմ պայքարի միջոցառումների ցանկում։ Այգիների պես այգիներ եք ունենալու Երևան։ Սխալվում եք Արփի ջան։ Քաղաքային իշխանությունները այո ասել են եւ դա պատրաստվում են անել ներդրողների միջոցով։ Այնտեղ հասկանեք միայն այգի չպիտի լինի, տարբեր ենթակառուցվածքներ պիտի լինեն։ Միգուցե ժամանցային վայրեր, այդտեղ անտառ չի նախատեսվում, որ կարողանանք կանաչապատումը միայն իր ռեսուրսներով անի։ Մինչ այդ այգու տեղադրումը երևի տարիներով այնտեղ անհրաժեշտ է որոշակի շինարարական աշխատանքներ կատարել, ենթակառուցվածքներ ստեղծել, միգուցե ինչ-որ ամֆիթատրոններ, միգուցե ինչ-որ սպորտային կետեր, ծրագրի հետ, ծրագիրը այժմ հայտարարված է, եթե չեմ սխալվում, մրցույթ նախագծման, այ կնախագծեն, հաղթողը կլինի, այն ժամանակ պարզ կլինի, թե որ կազմակերպությունը ինչպիսի ուրեմն տեսլական է ունեցել այդ այգու հիմնման, եթե չեմ սխալվում, ծրագրի նաև ցանկություն էին հայտնել մասնակցելու Արաբական Միացյալ Էմիրություններից, այսպես նախագծող կազմակերպություններ եւ միգուցե մի շարք այլ կազմակերպություններ նաև արտասահմանից, թե նախագծումից հետո Երևանի քաղաքապետարանը որ մեկին առավելություն կտա, կարծում եմ կլինի քննարկում, այդտեղ կորոշվի, թե որ նախագիծն է ավելի մեր սրտին մոտ, եթե կարող ենք այսպես ասել։ Ես ստացել եմ, եթե չեմ սխալվում, 2 անգամ պարգևավճար, տարեվերջին մեկը ակտիվ քաղաքացի հարթակի այդ աշխատանքներում ճանաչվելով որպես քաղաքացիներին բավականին այնտեղ գնահատվում է, հա, քաղաքացիների նաև կողմից, թե մեր պատասխանները որքանով են արվել քաղաքացիներին, մեկը այդպես առանձին հրամանով քաղաքապետի հրամանով մյուսն էլ որպես 13-րդ աշխատավարձ։ Իմ աշխատավարձի չափ։ Իմ աշխատավարձը թույլ տվեք թող մնա գաղտնիքին։ Ավելի քան 700,000 ստանում։ Այո։ 2 անգամ 700,000 Հիմա ամենակարևոր հարցը է, ես ասում եմ 2 անգամ մեկ աշխատավարձի չափով պարգևատրում եմ ստացել։ Ամիսներ առաջ, երբ քաղաքացիների ազանգով ես դիմել էի ձեզ, երբ մասնավորապես Ազատության պողոտայում խողովակների մաշված լինելու հետևանքով ամբողջ Ազատության պողոտան պատված էր ջրով, ես ձեզ դիմեցի, դուք ասացիք, որ մրցույթ է հայտարարվել, քանի որ խողովակները ահա որ մաշված են եւ պետք է նոր խողովակներ անցկացնել, հա, այդտեղ։ Կասեք ինչ փուլում է դա։ Շատ կարևոր ծրագրի մասին եք խոսում,
պետք է նշեմ, որ այո, մեկնարկել են այդ աշխատանքները, շինարարական մրցույթը կայացել է եւ շինարարը այս պահին իրականացնում է խողովակի փոխարինման աշխատանքներ։ Պետք է նշեմ, որ խողովակը 500 մմ-անոց, եթե կարելի է ասած, հիմնական մայր Երևան քաղաքը սնուցող խողովակներից մեկն էր, որը բացարձակապես անպիտան էր դարել եւ օրական ռեժիմով Ազատության պողոտայում տարբեր տեղեր ունեինք վթարներ, խողովակը ամբողջությամբ ցանց էր, հիմա էլ հանել ենք, մենք ինքներս նույնիսկ չենք պատկերացել, թե խողովակը ինչ վատ վիճակում է եղել։ Այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ, 51-ի ուրեմն հուշարձանից արդեն խողովակաշարը հասնում է լամբադա կոչվող մոստի մոտ, այդտեղից պիտի բարձրանա, հասնի մինչև նախկին լամպերի գործարան, որտեղ ջրամբար կա Երևան ջոյին պատկանող, եթե չեմ սխալվում, որտեղից այդ խողովակով կմիացվի այդտեղին եւ արդեն կտրվի համապատասխան թևեր յուրաքանչյուր ուրեմն խաչմերուկների մոտ եւ խողովակը սպասարկում է Զեյթուն, Քանաքեր Զեյթուն, Արաբկիր եւ կենտրոն վարչական շրջանները աշխատանքները նախատեսում ենք, որ կավարտենք մինչեւ ուրեմն բորոքման սեզոնի սկսումը, այն է մայիս ամիսը եւ մենք վերջնականապես լուծած կլինենք այդ հարցը եւ դրա կառուցումից հետո կարծում եմ քաղաքացիները վստահաբար կտեսնեն դրա արդյունքները, որովհետեւ այն ջրի ճգնաժամը, որ չէր հասնում հատկապես կենտրոն վարչական շրջան եւ Արաբկիր վարչական շրջան, այս աշխատանքներով պայմանավորված դրանք կունենան լուծում եւ Կոմիտասի պողոտան, դրան հարող թաղամասերը, ինչպես նաեւ կենտրոն վարչական շրջանի մի զգալի մասը, մոտ կեսը եւ Քանաքեր Զեյթունի կեսը բավարարված կլինեն ջրի անհրաժեշտ քանակությամբ։ Որքան գումար է հատկացվել աշխատանքների համար։ Եթե չեմ սխալվում, կարծեմ 200, նախագծային արժեքը բավականին բարձր էր, բայց շինարարական կազմակերպությունը դա շահել է կարծեմ 260 թե 270 միլիոն դրամ այդ աշխատանքները։ Չեմ կարող ասել, մրցույթը հայտարարված է ոչ թե կանաչապատման կողմից, որպես մեծ ծրագիր հայտարարված է Երևանի քաղաքապետարանի կողմից, բայց կարող եմ ասել, որ այդ խողովակը այսպես օդի ջրի պես անհրաժեշտ է Երևանի այդ 3 վարչական շրջանները ջրով ապահովելու համար եւ այդ դրա արկայությունը մեզ թույլ կտա նաեւ իրականացնելու մի շարք ծրագրեր, այս տարի մեր ուղղվածությունը ի տարբերություն նախորդ տարի, որ մենք քաղաքի աշտարակի խճուղուց մուտքն ենք, մուտքի հատվածներում հիմնեցինք քաղաքային ուրբան ամպտարներ, միջնաշերտեր, ձևավորեցինք, այս տարի մեր ուղղվածությունը Սևանից Երևան քաղաք մուտք գործող հատվածներն են եւ այնտեղ նախատեսում ենք մեծ աշխատանքներ, ունենք 20 թվով բավականին մեծ աշխատանքներ, սկսած Ֆիզգարադոկ կոչվող տարածքի բազմաչարչար տարածքում գեղեցիկ այգու հիմնելու աշխատանքներից, այսպես պլանի գլուխ կոչվող հատվածի ձևավորման աշխատանքներից, Սևանի մայրու ուղղությամբ որտեղ հնարավոր է, որտեղ կան ազատ, տեսեք այնտեղ շրջադարձեր կան, որը բավականին վատ վիճակում են, միջնաշերտ, Միասնիկյան պողոտայում նույնպես հնարավոր է նախատեսենք ծառատունք, նկատած կլինեք, որ Միասնիկյան պողոտայում նախկինում հիմնական բարդիներ են եղել, դրանք արդեն գրեթե չկա, մի մասն էլ որ կա հատման ենթակա են, դրանք ծուռ են, խիստ վտանգավոր, կարող եմ ասել, որ 26 թվականի ծրագրերը պակաս ամբիցիոզ չեն, իսկ մի կարևոր բան ես կուզեմ նշել, որ պետք է հայտարարեմ, որ 25 թվականը ներառյալ այս պահեդությամբ մեր կատարած աշխատանքների շնորհիվ Երևանի կանաչ հեկտարները, կանաչ տարածքները դառել է 910 հեկտար, ինչով այլևս մենք կարող ենք ասել, որ Երևան քաղաքը վերականգնել է իր կանաչ տարածքները ի համեմատություն Սովետական միության լավագույն տարիների եւ ճուր կարծիքից չստեղծելու համար պետք է հնարավոր է քաղաքացիները այսպես մեկ այլ կերպ հասկանան, պետք է նշեմ, որ
ուրեմն այո, ամենտեղ չի, որ հնարավոր է եղել վերականգնել, որովհետև այդ տնտեսական տարիներին, այդ հողերի վաճառքի, սեփականաշնորհման եւ այսպես շարունակ դեպքեր են եղել, որտեղ արդեն շինարարական աշխատանքներ են ընթացել կամ այլ տարածքներ են եղել կամ սեփական տարածքներ են եղել, բայց փոխարենը մենք այլ վայրերում ենք կանաչապատել, օրինակ Եռաբլուրին հարող парքի անտառում։ Հետևաբար այսօր կարող ենք վստահաբար ասել եւ ուրախանալ եւ կարծում եմ, որ շատ լավ լուր է, որ Երևան քաղաքը ամենաշատ կանաչ տարածքներն ունեցել է 80 թվականի վերջերին, ինչը այս պահին ի շնորհիվ Երևանի քաղաքապետարանի եւ նաեւ մեր կազմակերպության տարբերություն չկա, այլևս կարող ենք ասել, որ վերականգնված է։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որ մենք անում ենք մեր 3.5 տարվա աշխատանքների համար, դրան գումարած նաեւ դա հենց այնպես չի եղել, Երևան քաղաքում անցկացվել է 120 կիլոմետր ոռոգման համակարգ, սա աննախադեպ ծավալի աշխատանքներ են։